Էներգիական փոխանակության օրգանոիդները։ Նյութափոխանակությունը կամ մետաբոլիզմը օրգանիզմի քիմիական ռեակցիաների ամբողջությունն է։ Նյութափոխանակությունը մշտապես տեղի է ունենում կենդանի օրգանիզմի բոլոր օրգաններում, հյուսվածքներում և բջիջներում։ Մետաբոլիզմի էությունը կայանում է նրանում, որ օրգանիզմ թափանցող նյութերը փոփոխվում են, յուրացվում են, փոխարկվելով տվյալ օրգանիզմին բնորոշ նյութերի, հետագայում սինթեզված բարդ միացությունները ճեղքվում են էներգիայի անջատմամբ։ Նյութափոխանակության վերջնական արգասիքները դուրս են բերվում արտաքին միջավայր։ Բջջում ընթացող ռեակցիաները կարելի է բաժանել երկու խմբի։ Ռեակցիաների առաջին խումբը ճեղքավորման ռեակցիաներն են, ուղղված է բջիջն էներգիայով ապահովելուն։ Նրանց ամբողջությունը կազմում է բջջի էներգիական փոխանակությունը, դիսիմիլյացիան կամ կատաբոլիզմը։ Դիսիմիլյացիայի արդյունքում խոշոր մոլեկուլները ճեղքում են ավելի փոքր և պարզ մոլեկուլների, ինչն ուղեկցվում է էներգիայի անջատմամբ ջերմության և AF-ի ձևով։ Օրգանական նյութերի ճեղքման արդյունքում անջատված էներգիան չի կարող անմիջապես օգտագործվել բջջի կարիքների համար, այն նախ պահեստավորվում է AF-ի մակրոերգիկ կապերում, և միայն այս վերջինն է էներգիա մատակարարում ցանկացած բջջային գործընթացի, հետևաբար բջջի կենսագործունեության համար։ Ռեակցիաների երկրորդ խումբը կոչվում է պլաստիկ փոխանակություն, ասիմիլյացիա կամ անաբոլիզմ և կազմված է սինթեզի ռեակցիաներից։ Պլաստիկ փոխանակության արդյունքում սինթեզվում են բջջի կառուցվածքային բաղադրամասերը, այդ թվում սպիտակուցներ, լիպիդներ, նուկլեինաթթուներ, ածխաջրեր և այլ միացություններ, որոնք օգտագործվում են բջջի աճի, զարգացման, բաժանման, նորոգման և այլ կենսական գործընթացների համար։ Այսպիսով, օրգանիզմի և նրան շրջապատող միջավայրի միջև նյութափոխանակությունը կենդանի օրգանիզմների գոյության անհրաժեշտ պայմանն է, կյանքի և կենդանության հիմնական հատկություններից մեկը։ Բջջի էներգիական փոխանակության օրգանոիդներն են միտոքոնդրիումները և պլաստիդները։ Նշված օրգանոիդներն ունեն կառուցվածքի որոշ նմանություններ և կատարում են նման էներգիական գործառույթներ։ Եվ միտոքոնդրիումները և պլաստիդները հիալոպլազմային սահմանազատված են երկու մեմբրաններով՝ արտաքին և ներքին։ Այդ իսկ պատճառով այս օրգանոիդներում առկա են երկու խոռոչներ, մեկը գտնվում է արտաքին և ներքին մեմբրանների միջև, միջմեմբրանային խոռոչն է, իսկ մյուսը՝ մատրիքսը, սահմանազատված է ներքին մեմբրանով։ Հաջորդ կառուցվածքային նմանությունը կայանում է նրանում, որ ներքին մեմբրանն առաջացնում է բազմաթիվ ծալքեր, պարկեր, մատրիքսի ներսն ուղղված ներփքումներ։ Այդպիսի մեմբրանային ծալքերի և կատարների վրա են տեղայնացած պոլիֆերմենտային կոմպլեքսները, որոնք ապահովում են հիմնական ֆիզիոլոգիական գործառույթները։ Միտոքոնդրիումներում դա օքսիդային ֆոսֆորիլացումն է, իսկ քլորոպլաստներում՝ ֆոտոֆոսֆորիլացումը։ Բույսերի քլորոպլաստներում ֆոսֆորիլացման արդյունքում առաջացած AF-ի էներգիայի օգտագործմամբ տեղի է ունենում կարևորագույն կենսաբանական գործընթաց՝ ածխաթթու գազի ֆիքսումը և ածխաջրերի սինթեզը, և միտոքոնդրիումների և քլորոպլաստների մատրիքսում առկա են սեփական ԴՆԹ, ՌՆԹ ռիբոսոմները, որոնք պայմանավորում են այդ օրգանոիդների ավտոնոմությունը։ Միտոքոնդրիումները կամ քոնդրոսոմները հատիկավոր կամ թելհնման օրգանոիդներ են, որոնք բնորոշ են բոլոր էուկարիոտ բջիջներին։ Նրանց հիմնական գործառույթը կապված է օրգանական միացությունների օքսիդացման հետ և AF-ի մոլեկուլների սինթեզի համար այդ միացությունների քայքայումից առաջացած էներգիայի օգտագործման հետ։ Կենդանի բջիջներում միտոքոնդրիումները կարող են տեղաշարժվել և միաձուլվել։ Միտոքոնդրիումների երկարությունը հիմնականում կազմում է 7-ից 10 միկրոմետր, հաստությունը 0,5 միկրոմետր, իսկ քանակը կարող է տարբեր լինել տարբեր բջիջներում։ Ըստ որոշ դիտարկումների, միաբջիջ օրգանիզմներում, օրինակ տրիպանսոմների բջիջներում առկա է ընդամենը մեկ խիստ ճյուղավորված միտոքոնդրիում։ Միաբջիջ կանաչ ջրի մուրներում նկարագրված են մենահատ հսկայական միտոքոնդրիումներ։ Երկար և ճյուղավորված միտոքոնդրիումներ են բացահայտվել կաթնասունների հյուսվածքային կուլտուրաների, ինչպես նաև շատ բույսերի բջիջներում։ Հաշվարկները ցույց են տալիս, որ լյարդի բջջում միտոքոնդրիումների քանակը հասնում է 200-ի։ Հեպատոցիտի բոլոր միտոքոնդրիումների ընդհանուր մակերեսը 4-ից 5 անգամ գերազանցում է նրա պլազմային թաղանթի մակերեսը։ Միտոքոնդրիումների ամենամեծ քանակը բնորոշ է օոցիտներին՝ մոտ 300,000 և հսկա ամիոբային մինչև 500,000։ Կանաչ բույսերի բջիջներում միտոքոնդրիումների քանակն ավելի քիչ է, քան կենդանիների բջիջներում, քանի որ նրանց գործառույթների մի մասը կարող են իրականացնել քլորոպլաստները։ Սպերմատոզոիդներում հաճախ առկա են հսկայական միտոքոնդրիումներ, որոնք պարուրաձև հատված են մտրակի առանցքին։ Միտոքոնդրիումները բացակայում են անաերոբ պայմաններում ապրող մակաբույծ աղիքային էնտոամիոբայի և այլ մակաբույծների մոտ։ Միտոքոնդրիումների տեղայնացումը բջջում կարող է տարբեր լինել։ Բույսերի դիֆերենցված բջիջներում միտոքոնդրիումները դիտվում են ցիտոպլազմայի պերիֆերիկ հատվածներում, քանի որ բջջի ողջ կենտրոնական մասը զբաղեցնում է խոշոր վակուոլը, իսկ ցիտոպլազման նեղ շերտով հարում է բջջապատին։ Մերիստեմի թույլ դիֆերենցված բջիջներում միտոքոնդրիումները քիչ թե շատ հավասարաչափ են բաշխված ցիտոպլազմայում։ Սովորաբար միտոքոնդրիումների կուտակումները դիտվում են ցիտոպլազմայի
սիտոպլազմայի այն հատվածներում, որտեղ էներգիայի կարիքն առավել մեծ է։ Օրինակ, մահկային մկաններում միտոկոնդրիումները գտնվում են միոֆիբրիլների կից հատվածում, սպերմատոզոիդներում մտրակի առանցքի շուրջը, թարթիչներ կրող բջիջներում անմիջապես մեմբրանի տակ թարթիչների հիմքում, նեյրոնների աքսոններում սինապսի շրջանում, որտեղ տեղի է ունենում նյարդային իմպուլսի հաղորդումը, սեկրետոր բջիջներում, որոնք մեծ քանակով սպիտակուցներ են սինթեզում, միտոկոնդրիումները կապված են էրգաստոպլազմայի գոտիների հետ։ Անկախ չափից և ձևից միտոկոնդրիումների գերնուրբ կառուցվածքն անփոփոխ է։ Այս օրգանոիդը սահմանազատված է երկու մեմբրաներով։ Արտաքինը առանձնացնում է նրան հիալոպլազմայից, այն հարթ է, չի առաջացնում ծալքեր և ելուստներ։ Այս տաղանդի հաստությունը կազմում է մոտ 7 նանոմետր, այն կապված չէ ցիտոպլազմայի և ոչ մի մեմբրանի հետ։ Պարփակ է, հիշեցնում է մեմբրանային պարկ։ Արտաքին և ներքին մեմբրանների միջև գտնվում է միջմեմբրանային տարածությունը, որի լայնությունը կազմում է 10-ից 20 նանոմետր։ Ներքին մեմբրանը 7 նանոմետր հաստությամբ սահմանազատում է միտոկոնդրիումի ներքին պարունակությունը, նրա մատրիքսը կամ միտոպլազման։ Ներքին մեմբրանին բնորոշ է դեպի մատրիքս ուղղված բազմաթիվ ծալքերի առկայությունը։ Դրանք տափակ կատարներ են հիշեցնում և կոչվում են կրիստալներ։ Սրտամկանի բջիջների միտոկոնդրիումները համեմատած լյարդի միտոկոնդրիումների հետ պարունակում են 3 անգամ ավելի կրիստալներ։ Սա արտացոլում է տարբեր բջիջների միտոկոնդրիումների ֆունկցիոնալ բեռնվածության տարբերությունը։ Միտոկոնդրիումների երկայնակի առանցքի հանդեպ կրիստալների դիրքը տարբեր բջիջներում տարբերվում է։ Լյարդի և երիկամների բջիջներում կրիստալների դիրքը միտոկոնդրիումի երկայնակի առանցքի հանդեպ ուղղահայաց է, իսկ սրտամկանի բջիջներում կրիստալները դասավորված են երկայնակի ուղղությամբ։ Հաճախ կրիստալները ճյուղավորվում են կամ առաջացնում են մատնաձև ելուստներ։ Նրանք կարող են չունենալ հստակ արտահայտված դիրք։ Երբեմն հանդիպում են խողովակներ հիշեցնող խողովակավոր կրիստալներ, օրինակ միաբջիջ ջրիմուռներում, բարձրակարգ բույսերի և կենդանիների որոշ բջիջներում։ Սովորաբար կրիստալները չեն հատում միտոկոնդրիումի մատրիքսը ծայրից ծայր, այնպես որ միտոպլազման մնում է չընդհատվող։ Միտոկոնդրիումի մատրիքսն ունի հոմոգեն մանր հատիկավոր կառուցվածք։ Նրանում երբեմն բացահայտվում են բարակ կծիկներ կազմող թելիկներ և գրանուլներ մոտ 15-ից 20 նանոմետր տրամագծով։ Թելիկներն իրենցից ներկայացնում են դնթեի մոլեկուլներ, իսկ մանր գրանուլները միտոքոնդրիալ ռիբոսոմներն են։ Բացի նշվածից, միտոկոնդրիումի մատրիքսում հանդիպում են խոշոր 20-ից 40 նանոմետրանոց հոծ գրանուլներ, որոնք մագնեզիումի և կալցիումի կուտակման հատվածներն են։ Միտոկոնդրիումի միջմեմբրանային տարածությունը, ինչպես և մատրիքսի խոռոչը, լցված է մեծ խտությամբ օժտված պարունակությամբ։ Մատրիքսում հայտնաբերվում են սպիտակուցներ և այլ օրգանական միացություններ։ Բջում էներգիական փոխանակությունը սովորաբար տեղի է ունենում 3 փուլում։ Նախապատրաստական փուլում բարդ օրգանական նյութերը ճեղքում են մինչև ավելի փոքր մոլեկուլներ։ Այդ գործընթացում անջատվում է ոչ մեծ քանակի էներգիա, որը ցրվում է ջերմության ձևով։ Այսպես, դի կամ պոլիսախարիդները ճեղքում են գլյուկոզի կամ այլ մոնոսախարիդների, սպիտակուցները ամինաթթուների, նուկլեինաթթուները նուկլեոտիդների և այլն։ Երկրորդ փուլը տեղի է ունենում առանց թթվասնի մասնակցության։ Ածխաջրի ճեղքման այս նախնական փուլերը տեղի են ունենում հիալոպլազմայում և չեն պահանջում թթվասնի մասնակցությունը։ Այդ իսկ պատճառով նշված ռեակցիաները կոչվում են անթթվածին ճեղքում կամ գլիկոլիզ։ Վերջինի հիմնական սուբստրատը գլյուկոզն է։ Գլյուկոզի 1 մոլում 180 գրամում ածխածնի, ջրածնի և թթվասնի ատոմների կապերում պարփակված էներգիայի քանակը կազմում է 680 կիլոկալորիա։ Այդ էներգիան անջատվում է գլյուկոզի լիարժեք օքսիդացման արդյունքում։ Սակայն կենդանի բջջում այդ ահռելի էներգիան չի անջատվում միանգամից, ինչպես խարույկում այրվելիս։ Էներգիան անջատվում է բազմաստիճան գործընթացում, որը կառավարվում է մի շարք ֆերմենտներով։ Գլիկոլիզը բազմաստիճան բարդ գործընթաց է, որն իրար հաջորդող մի շարք ֆերմենտային ռեակցիաների ամբողջությունն է։ Գլիկոլիզի արդյունքում գլյուկոզը ճեղքում է մինչև տրիոզներ։ Այդ գործընթացում ընդհանուր առմամբ ծախսվում է AF-ի 2 մոլեկուլ և սինթեզվում է AF-ի 4 մոլեկուլ։ Այսպիսով բջջի վաստակը կազմում է AF-ի ընդամենը 2 մոլեկուլը։ Էներգիական առումով այս գործընթացը քիչ արդյունավետ է, սակայն գլիկոլիզը լայնորեն տարածված է բնության մեջ։ Բնորոշ է բազմաթիվ միկրոօրգանիզմներին, աղիքային մակաբույծ նախակենդանիներին, բարձրակարգ օրգանիզմների բջիջներին, սաղմնային զարգացման վաղ փուլերում, ուռուցքային բջիջներին, հյուսվածքային կուլտուրաներին։ Օրինակ, կաթնասունների էրիթրոցիտները ստանում են իրենց անհրաժեշտ ողջ էներգիան գլիկոլիզի հաշվին, քանի որ նրանք չունեն միտոկոնդրիումներ։ Մարդու և կենդանիների բջիջներում գլյուկոզը գլիկոլիզի ընթացքում ճեղքում է մինչև կաթնաթթու։ Գլիկոլիզի այս տեսակը բնորոշ է նաև որոշ բակտերիաներին և սնկերին։ Այն ընկած է կաթի թթվեցման, կաթից մածուն թթվասեր պատրաստելու հիմքում։ Խմորասնկերը AF-ի սինթեզի ժամանակ ճեղքում են գլյուկոզը մինչև էթիլսպիրտ և ածխածնի օքսիդ։ Տեղի է ունենում սպիրտային խմորում։ Գլիկոլիզի և սպիրտային խմորման միջանկյալ ռեակցիաները նման են։ Սպիրտային
խմորման վրա հիմնված է գինու, գարեջրի, կվասի պատրաստումը։ Խմորասնկերն օգտագործվում է նաև հացի արտադրության մեջ։ Այսպիսով, գլիկոլիզի արդյունքում տեղի է ունենում սուբստրատի ոչ լրիվ օքսիդացում, առաջանում են տրիոզներ, որոնք դեռևս հարուստ են էներգիայով։ Էներգիական փոխանակության երրորդ փուլը կոչվում է շնչառություն կամ թթվածնային ճեղքում։ Առաջացած տրիոզներն աերոբ պայմաններում ենթարկվում են օքսիդացման, ինչը տեղի է ունենում միտոքոնդրիումներում։ Քանի որ դիսիմիլյացիայի այս փուլը ընթանում է թթվածնի մասնակցությամբ, այն կոչվում է թթվածնային, աերոբ ճեղքում կամ շնչառություն։ Այս փուլում ճեղքում են բոլոր քիմիական կապերը, անջատվում է ածխաթթու գազ, օգտագործվում է թթվածին և սինթեզվում է մեծ քանակությամբ այև։ Կաթնաթթվի մասնակցությամբ թթվածնային ճեղքման գումարային հավասարումը հետևյալն է։ Գումարելով անթթվածին և թթվածնային գործընթացների հավասարումները կստանան գլիկոլիզի մոլեկուլի լրիվ ճեղքման հավասարումը։ Վերջին տարիներին պարզվել է, որ միտոքոնդրիումներում երկու մոլեկուլ կաթնաթթվի օքսիդացման արդյունքում առաջանում է ոչ թե 36, այլ 30 մոլեկուլ այև։ Շնչառության նախնական փուլերը կապված են երկկարբոնային թթուների օքսիդացման ցիկլի հետ, որը տեղի է ունենում միտոքոնդրիումների մատրիքսում։ Կրեբսի ցիկլի մեկ շրջափուլում առաջանում է ածխաթթու գազի երկու մոլեկուլ՝ 3 կոնֆերմենտ նիկոտինամիդ ադենին կրկնանուկլեոտիդի վերականգնված ձևը, 1 կոնֆերմենտ ֆլավին ադենին կրկնանուկլեոտիդի վերականգնված ձևը և 1 պուրինային նուկլեոտիդ գուանոզին և ֆոսֆատը։ Կրեբսի ցիկլում տեղի է ունենում մոլեկուլների օքսիդացում, էլեկտրոնների փոխադրում ակսեպտորների վրա և ածխաթթու գազի անջատում։ Հետագա իրադարձությունները կապված են Կրեբսի ցիկլում օքսիդացման գործընթացում ազատված և կոնֆերմենտների վրա ակսեպտորված էլեկտրոնների տեղափոխման հետ շնչառական շղթայում, որտեղ նրանք միանում են մոլեկուլային թթվածնի հետ ջրի մոլեկուլների առաջացմամբ։ Պարզեցված ձևով նշված գործընթացները ներկայանում են հետևյալ կերպով։ Կրեբսի ցիկլում առաջացած ածխածնի օքսիդը ազատորեն անցնում է միտոքոնդրիումի թաղանթով շրջապատող միջավայր, իսկ ջրածնի ատոմները միանում են փոխադրիչ մոլեկուլներին և տեղափոխվում են միտոքոնդրիումների ներքին թաղանթի վրա, որտեղ էլեկտրոն կորցնելով օքսիդանում են։ Էլեկտրոնները և ջրածնի իոնները փոխադրիչ մոլեկուլների կողմից տեղափոխվում են թաղանթի հակառակ կողմեր, էլեկտրոնները թաղանթի ներքին կողմը, իսկ ջրածնի իոնները թաղանթի արտաքին կողմը։ Արդյունքում թաղանթը արտաքին կողմից լիցքավորվում է դրական լիցքով։ Թաղանթի ներքին մակերեսի վրա էլեկտրոնները և ջրածնի իոնները փոխազդում են թթվածնի մոլեկուլի հետ ջրի առաջացմամբ։ Նշենք, որ մոլեկուլային թթվածինը միտոքոնդրիումի մեջ է անցնում շրջապատող միջավայրից դիֆյուզիայի եղանակով, իսկ ջրածնի իոնները մատակարարվում են ջրից։ Նշված ռեակցիայի արդյունքում թաղանթի ներքին կողմում ջրածնի իոնների կոնցենտրացիան նվազում է, իսկ OH-ի իոնների խտությունը մեծանում։ Հետևաբար թաղանթի այդ կողմը միտոքոնդրիումի մատրիքսին ուղղված դառնում է էլեկտրաբացասական, իսկ արտաքին թաղանթը այն ուղղված է միջմեմբրանային տարածություն, կրում է դրական լիցք։ Աստիճանաբար թաղանթի երկու կողմերի միջև էլեկտրական պոտենցիալների տարբերությունն աճում է։ Նշված թաղանթում առկա է նաև սինթետազ ինտեգրալ ֆերմենտի մոլեկուլներ, որոնցում կա անցուղի։ Երբ թաղանթի վրա պոտենցիալների տարբերությունը հասնում է սահմանային մակարդակի, մոտավորապես 200 մվտ, դրական լիցքավորված մասնիկներն էլեկտրական դաշտի ուժի ներգործությամբ անցնում են այև սինթետազի անցուղով թաղանթի ներքին մասը։ Դրանով իսկ վերականգնվելով թթվածնի վերականգնման ռեակցիայում ծախսված ջրածնի իոնները։ Այև սինթետազի անցուղով ջրածնի իոնի անցման հաշվին տեղի է ունենում ակաֆեից և ֆոսֆորական թթվից այևի սինթեզ։ Յուրաքանչյուր երկու մոլեկուլ կաթնաթթվի լրիվ ճեղքումից անջատվում է 2600 կJ էներգիա, որի մոտ 45%-ը ցրվում է ջերմության ձևով, իսկ մնացած 55%-ը կուտակվում է այևի կապերում։ Այսպիսով շնչառական շղթա միտոքոնդրիումներում էներգիայի փոխակերպման գլխավոր համակարգն է, որտեղ տեղի է ունենում այդ շղթայի տարրերի հերթական օքսիդացում և վերականգնում, ինչի արդյունքում ազատվում են փոքր չափաբաժիններով էներգիա։ Այդ էներգիայի հաշվին նշված շղթայի 3 կետերում ակաֆեից և ֆոսֆատից առաջանում է այև։ Այդ իսկ պատճառով նշվում է, որ օքսիդացումը էլեկտրոնների տեղափոխումը համակցված է ֆոսֆորիլացման հետ, այսինքն տեղի է ունենում օքսիդային ֆոսֆորիլացում։ Եվս մեկ անգամ նշենք, որ երկկարբոնային թթուների ցիկլի ֆերմենտները գտնվում են միտոքոնդրիումների մատրիքսում ազատ վիճակում, իսկ էլեկտրոնների տեղափոխման շղթայի տարրերը տեղայնացած են միտոքոնդրիումների ներքին մեմբրանում։ Բացի բջջի ուժային կայաններ հանդիսանալուց, միտոքոնդրիումները մատակարարում են բջջի միջանկյալ մետաբոլիզմի պրոդուկտներ և էնդոպլազմային ցանցի հետ մեկտեղ գործում են որպես կալցիում իոնների զետեղարաններ, որոնք իոնային պոմպերի միջոցով պահպանում են կալցիում իոնների խտությունը ցիտոպլազմայի մշտական ցածր մակարդակի վրա։ Ցիտոզոլում կալցիում իոնների խտությունն ազդում է ներբջջային և միջբջջային բազմաթիվ գործընթացների վրա, այդ թվում ֆերմենտների ակտիվացման և ապակտիվացման, գեների էքսպրեսիայի, նեյրոնների սինապսային ճկունության, մկանային բջիջների կրճատման, իմունային համակարգի բջիջներից հակամարմինների դուրսբերման։
Միտոկոնդրիումների քանակը կարող է ավելանալ հատկապես բջիջների բաժանման ժամանակ, բացի դրանից նրանք անընդհատ նորացվում են։ Լյարդի բջիջներում միտոկոնդրիումների կյանքի միջին տևողությունը կազմում է 10 օր։ Միտոկոնդրիումներն առաջանում են արդեն եղածների աճի և բաժանման եղանակով։ Ցեիտաֆերային կինոնկարահանման միջոցով հաջողվել է տեսնել երկար միտոկոնդրիումների մասնատումն ավելի կարճերի, հատկապես հստակ է դա երևում որոշ միաբջիջ ջրիմուռների և ստորակարգ ծնկերի բջիջների բաժանման գործընթացում։ Այս օրգանիզմների միտոկոնդրիումների բաժանումը կապված է բջիջ բաժանման փուլի հետ։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ հաճախ և շատ բջիջներում կարելի է նկատել միտոկոնդրիումների բաժանման միջնորմի առաջացման եղանակով։ Միտոկոնդրիումները կարող են միաձուլվել։ Օրինակ, Xenopus գորտի շերեփուկի սրտի էնդոթելի բջջային կուլտուրայում գրանցվել է միտոկոնդրիումների միաձուլման և բաժանման մինչև 40 դեպք 1 ժամում։ Սաղմերի երիկամների կուլտուրայի բջիջներում բջջային ցիկլի S փուլում դիտվել է միտոկոնդրիումի աճ և ճյուղավորում, իսկ արդեն G2 փուլում քանակապես գերակշռել են մանր միտոկոնդրիումները, որոնք առաջացել են երկար օրգանոիդների մասնատման արդյունքում։ Հետաքրքրական են խմորասնկերի բջիջներում միտոկոնդրիումների ուսումնասիրությունները։ Աերոբ պայմաններում խմորասնկի բջիջներն ունեն տիպիկ միտոկոնդրիումներ՝ լավ արտահայտված կրիստալներով։ Եթե բջիջները տեղափոխենք անաերոբ պայմաններ, օրինակ ազոտի մթնոլորտ, ապա ցիտոպլազմայում տիպիկ միտոկոնդրիումները այլևս չեն հայտնաբերվի։ Նրանց փոխարեն հայտնվում են մանր մեմբրանային բշտիկներ։ Պարզվել է, որ անաերոբ պայմաններում խմորասնկերի բջիջները չեն պարունակում լրիվ շնչառական շղթան։ Կուլտուրայի այրեցման դեպքում դիտվում է շնչառական ֆերմենտների սինթեզ և ցիտոպլազմայում հայտնվում են նորմալ զարգացած միտոկոնդրիումներ։ Այսինքն, նախամիտոկոնդրիումներից առաջանում են ակտիվ գործող միտոկոնդրիումներ։ Այս դիտարկումների արդյունքում ձևավորվել են պատկերացումներ այն մասին, որ անդդվածային պայմաններում խմորասնկերի ցիտոպլազմայում առկա են նախամիտոկոնդրիալ կառույցներ, օքսիդացման ոչ լիարժեք համակարգով։ Թթվածնային պայմաններում նախամիտոկոնդրիումները սկսում են վերափոխվել։ Նրանց մեմբրանների մեջ ներառվում են օքսիդացման և ֆոսֆորիլացման ամբողջական շղթայի տարրերը, ինչը ուղեկցվում է նրանց ձևաբանության փոփոխմամբ։ Ոչ ակտիվ նախամիտոկոնդրիումներից նրանց վերակառուցման և աճի եղանակով առաջանում են տիպիկ ակտիվ գործող միտոկոնդրիումներ։ Հավանաբար նման գործընթացներ են նախորդում միտոկոնդրիումների բաժանմանը, տեղի է ունենում մեմբրանների զանգվածի ավելացում իրենց բոլոր սպეციფიկ բաղադրամասերով։ Սինթեզվում են սպիտակուս ֆերմենտների լիպիդները, որոնք ներառվում են մեմբրանների մեջ։ Մատրիքսի սպիտակուցների զանգվածը մեծանում է, ինչին հաջորդում է մեծացած միտոկոնդրիումի բաժանումը։ Պարզվել է, որ միտոկոնդրիումներն ունեն սպիտակուցների սինթեզի ողջ համակարգը։ Նրանցում առկա է իրենց բնորոշ ԴՆԹ-ն, որի վրա սինթեզվում է սպეციფიկ միտոկոնդրիալ ՌՆԹ, առկա են սեփական ռիբոսոմները, որոնցում սինթեզվում է սպիտակուցը։ Այս ողջ համակարգը տարբերվում է բջջի համապատասխան տարրերից։ Միտոկոնդրիումի ԴՆԹ-ի ընդհանուր քանակը մեծ չէ և կազմում է կորիզային ԴՆԹ-ի չնչին տոկոսը։ Միտոկոնդրիալ ԴՆԹ-ն ներկայացված է փոքր ցիկլիկ մոլեկուլներով, երբեմն նաև գծային, մոտավորապես 7 միկրոմետր երկարությամբ, որոնք կապված չեն հիստոնների հետ։ Այս առումով նրանք հիշեցնում են բակտերիաների ԴՆԹ-ն և կտրուկ տարբերվում են կորիզի ԴՆԹ-ից։ Կենդանիների միտոկոնդրիումների ցիկլիկ մոլեկուլը բաղկացած է ԴՆԹ-ի 16-ից 19,000 զույգ նուկլեոտիդներից։ Մարդու միտոկոնդրիալ ԴՆԹ-ն ներկայումս ամբողջությամբ վերծանված է։ Այն պարունակում է 16,500 զույգ նուկլեոտիդներ։ Միտոկոնդրիալ ԴՆԹ-ի գեները պատկանում են պլազմագենների խմբին, որոնք գտնվում են կորիզից դուրս։ Ժառանգականության գործոնների ամբողջությունը, որը տեղայնացած է բջջի ցիտոպլազմայում, կազմում է տվյալ տեսակի պլազմոնը։ Տարբեր կենդանի օբյեկտների միտոկոնդրիալ ԴՆԹ-ն ներկայացված է բազմաթիվ պատճեններով, որոնք հավաքված են կլաստերներ կոչվող խմբերում։ Առնետի լյարդի մեկ միտոկոնդրիումը կարող է պարունակել ԴՆԹ-ի 1-ից մինչև 50 ցիկլիկ մոլեկուլ։ Միտոկոնդրիալ ԴՆԹ-ի կոդավորող հերթականությունները, կոդոնները տարբերվում են կորիզային ԴՆԹ-ի կոդոններից։ Միտոկոնդրիալ ԴՆԹ-ի սինթեզն անկախ է կորիզի ԴՆԹ-ի սինթեզից։ Այն իրականում է միտոկոնդրիումի ներսում սեփական ֆերմենտների մասնակցությամբ և ժամանակային առումով հաճախ չի համապատասխանում կորիզային ԴՆԹ-ի սինթեզին։ Միտոկոնդրիումների մատրիքսում ԴՆԹ-ի մատրիցների վրա սինթեզվում է ՌՆԹ ինֆորմացիան փոխադրական և ռիբոսոմային։ Պետք է նշել, որ միտոկոնդրիումների ռիբոսոմային ՌՆԹ-ն և նրանց ռիբոսոմները տարբերվում են ցիտոպլազմայի այդ միավորներից։ Եթե ցիտոպլազմայում հայտնաբերվում են 80 սեդիմենտացիայի տիպի ռիբոսոմներ, ապա սեդիմենտացիայի հաստատունը բուսական բջիջների միտոկոնդրիալ ռիբոսոմների համար կազմում է 70-ը, իսկ կենդանիների դեպքում 50-ը։ Քլորոմաֆենիկոլ հակաբիոտիկի ներգործությամբ միտոպլազմայի ռիբոսոմներում ընթացող սպիտակուցի սինթեզը ճնշվում է, ինչպես որ դա տեղի է ունենում բակտերիական բջջում, մինչդեռ ցիտոպլազմայի ռիբոսոմների դեպքում այդպես չէ։
Ենթադրվում է, որ գլիկոլիզի անաերոբ պրոցեսների հաշվին ապրող տեր բջջի մեջ ներմուծվել է և ներգրավել է պրոկարիոտ սիմբիոտը, որն ունի Կրեբսի ցիկլի և օքսիդային ֆոսֆորիլացման ֆերմենտների ողջ համակարգը։ Հետագա էվոլյուցիայի ընթացքում միտոքոնդրիումները կորցրել են գենետիկական նյութի մի մասը, դառնալով սահմանափակ ավտոնոմությամբ օրգանոիդներ։ Միտոքոնդրիումների փոքր չափեր ունեցող ԴՆԹ-ի մոլեկուլները չեն կարող կոդավորել միտոքոնդրիումների բոլոր սպիտակուցների սինթեզը։ Մարդու միտոքոնդրիալ ԴՆԹ-ի նուկլեոտիդային հերթականության վերծանումը ցույց է տվել, որ այն կոդավորում է ընդամենը 2 ռիբոսոմային ՌՆԹ, 22 փոխադրական ՌՆԹ և 13 տարբեր պոլիպեպտիդային շղթաներ։ Ներկայումս ապացուցված է, որ միտոքոնդրիումների սպիտակուցների մեծ մասը սինթեզվում է ցիտոպլազմայում և գտնվում է կորիզի հսկողության ներքո։ Հետաքրքրական է, որ զիգոտի զարգացող սաղմը ստանում է իր միտոքոնդրիումները միայն ձվաբջջից։ Ձվաբջջում պարունակվում է միտոքոնդրիալ ԴՆԹ-ի մի քանի կարգի չափով ավելի շատ պատճեններ, քան սպերմատոզոիդում։ Բեղմնավորումից հետո տեղի է ունենում սպերմատոզոիդի միտոքոնդրիումների քայքայում։ Միտոքոնդրիալ ԴՆԹ-ի փոփոխությունները տեղի են ունենում բացառապես հազվադեպ և պատահական մուտացիաների արդյունքում։ Այդ իսկ պատճառով, համեմատելով միտոքոնդրիալ ԴՆԹ-ի հաջորդականությունները ժամանակի ընթացքում առաջ եկած մուտացիաներ կրող հատվածների հետ, ոչ միայն կարելի է որոշել ներկայումս ապրող մարդկանց ազգակցական կապերի մակարդակը, այլև մոտավորապես հաշվարկել մարդկանց այս կամ այն պոպուլյացիայի մուտացիաների կուտակման համար անհրաժեշտ ժամանակը։ Այս եղանակով գենետիկները հաշվարկել են այն դարաշրջանը, որում մուտացիաները դեռևս բացակայում էին, և մեր նախնիների պոպուլյացիան դեռևս միատարր էր։ Այսպիսով բացահայտվել է միտոքոնդրիալ Եվան, ով ապրել է մոտավորապես 140 000 տարի առաջ Արևելյան Աֆրիկայում։ Պլաստիդները մեմբրանային օրգանոիդներ են, որոնք բնորոշ են ֆոտոսինթեզ իրականացնող օրգանիզմներին։ Ինչպես և միտոքոնդրիումների, պլաստիդները սահմանազատված են երկու մեմբրանով, նրանց մատրիքսում առկա է սեփական գենոմը։ Կախված գույնից տարբերում են 3 տիպի պլաստիդներ՝ կանաչ քլորոպլաստներ, դեղին, կարմիր և նարնջագույն քրոմոպլաստներ և անգույն լեյկոպլաստներ։ Պլաստիդի մի տեսակը ունակ է փոխարկվելու մյուսի։ Հասու մասնագիտացած բջիջներում սովորաբար հանդիպում են միայն մեկ տիպի պլաստիդներ։ Քլորոպլաստները պարունակում են կանաչ պիգմենտ քլորոֆիլը, որը քլորոպլաստում գոյություն ունի մի քանի ձևով։ Բարձրակարգ բույսերից քլորոֆիլից զուրկ են որոշ մակաբույսները և սապրոֆիտները, նաև մթության մեջ պահվող էտիոլացված բույսերը, որոնց գունավորումը բաց դեղին է։ Այս երևույթը կապված է այն հանգամանքի հետ, որ քլորոֆիլի սինթեզը տեղի է ունենում լույսի առկայությամբ, իսկ մթության մեջ քլորոպլաստների փոխարեն ձևավորվում են փոփոխված պլաստիդներ՝ էտիոպլաստները։ Բացի քլորոֆիլից, քլորոպլաստում առկա են կարոտինոիդներ։ Կարոտինոիդների խմբին են պատկանում դեղին քսանթոֆիլը և նարնջագույն կարոտինը, որոնք բույսի կանաչ մասերում քողարկված են քլորոֆիլով։ Քլորոպլաստները երկարավուն ոսպնյակաձև օրգանոիդներ են, որոնց լայնությունը կազմում է 2-ից 4 միկրոմետր, իսկ երկարությունը 5-ից 10 միկրոմետր։ Կանաչ ջրիմուռների մոտ հանդիպում են հսկայական 50 միկրոմետր երկարությամբ քլորոպլաստներ, որոնք բույսերի այս խմբում կոչվում են քրոմատոֆորներ։ Տարբեր բույսերի բջիջներում քլորոպլաստների քանակը տարբեր է։ Կանաչ ջրիմուռների մոտ կարող է հանդիպել մեկ բջջում մեկ քլորոպլաստ տարբերակը։ Բարձրակարգ բույսերի դեպքում մեկ բջջում սովորաբար առկա է 15-ից 50 քլորոպլաստ։ Երբեմն հանդիպում են քլորոպլաստների ահռելի քանակով բջիջներ։ Օրինակ, նիկոտինա ռուստիկա տեսակի պալիսադային հյուսվածքի խոշոր բջիջներում հայտնաբերվել է մոտ 1000 քլորոպլաստներ։ Սովորաբար բջջում պլաստիդների քանակը հակառակ համեմատական է նրանց չափերին։ Քլորոպլաստների չափը և ձևը մեծապես կախված են էկոլոգիական պայմաններից։ Ստվերոտ պայմաններում քլորոպլաստներն ավելի խոշոր են և հարուստ քլորոֆիլով։ Բջջում քլորոպլաստներն այնպիսի դիրք են գրավում, որ մի կողմից լավ լուսավորվեն, մյուս կողմից խուսափեն արևի ուղիղ ճառագայթների ներգործությունից։ Ինչպես և միտոքոնդրիումները, քլորոպլաստները ցիտոպլազմայում սահմանազատված են 2-7 նանոմետր հաստություն ունեցող մեմբրաններով։ Արտաքին և ներքին մեմբրանների միջև գտնվում է միջմեմբրանային կամ պերիպլաստիդային տարածությունը 20-ից 30 նանոմետր երկարությամբ։ Ներքին թաղանթը սահմանազատում է քլորոպլաստի ստրոման, որը իջեցնում է միտոքոնդրիումի մատրիքսը։ Ներքին թաղանթը առաջացնում է բազմաթիվ ծալքավոր ելուստներ, որոնք ուղղված են դեպի քլորոպլաստի խոռոչը։ Քլորոպլաստի ստրոման լցված է անգույն մանր հատիկավոր հիդրոֆիլ սպիտակուցալիպիդային զանգվածով։ Հասուն քլորոպլաստի ստրոմայում տարբերակում են երկու տիպի մեմբրաններ։ Մեմբրանների մի մասը առաջացնում է ստրոմայի տափակ ձգված լամելները, իսկ մյուս մասը՝ տիլակոիդները։
Սովորաբար ստրոմայի լամելների հաստությունը մոտ 20 միկրոմետր է, որոնք ներկայացված են տափակ սնամեջ պարկերով, չունեն խիստ կանոնավոր դասավորություն և միմյանց հետ կապեր չեն առաջացնում։ Տիլակոիդները տափակ պարփակ մեմբրանային պարկեր են զրահամբողջ 5 միկրոմետր տրամագծով, որոնք ունեն սկավառակի ձև և դասավորված են մեկը մյուսի վրա։ Նրանց միջմեմբրանային տարածությունը ևս կազմում է 20-ից 30 նանոմետր։ Տեղին է տիլակոիդների դասավորության համեմատությունը մետաղադրամի սյունակների հետ։ Այդպիսի դասավորության արդյունքում առաջանում են նիստեր, գրաններ, որոնցում տիլակոիդների քանակը տատանվում է մի քանիսից մինչև 50 և ավելին։ Այդպիսի սյունակների չափերը կարող են հասնել զրահամբողջ 5 միկրոմետրի, ինչի արդյունքում որոշ օբյեկտներում դրանք տեսանելի են լուսային մանրադիտակով։ Գրանում տիլակոիդները սերտորեն շփվում են միմյանց հետ, այնպես որ նրանց մեմբրանների արտաքին շերտերը կիպ ձևով միանում են, շփման գոտում առաջացնելով 2 նանոմետր հաստությամբ հոտ շերտ։ Բացի տիլակոիդների պարփակ պարկերից, գրանների կազմության մեջ են մտնում նաև լամելների այն հատվածները, որոնք կապի մեջ են մտնում տիլակոիդների մեմբրանների հետ։ Այսպիսով, ստրոմայի լամելներն իրար են կապում քլորոպլաստի առանձին գրանները։ Տիլակոիդների պարկերի խոռոչները միշտ պարփակ են և չեն հասնում լամելների միջմեմբրանային տարածության խոռոչներին, այսինքն տիլակոիդների և լամելների ներքին խոռոչներն անմիջականորեն չեն շփվում։ Ստրոմայի լամելները և տիլակոիդների մեմբրաններն առաջանում են պլաստիդի զարգացման սկզբնական փուլերում, ներքին մեմբրանից առանձնացման միջոցով։ Քլորոֆիլը և կարոտինոիդները գտնում են գրանների տիլակոիդների մեմբրանների մեջ և հենց այնտեղ են ընթանում ֆոտոքիմիական ռեակցիաները։ Տիլակոիդի մեմբրանի արտաքին շերտը բաղկացած է սպիտակուցի մոլեկուլներից, հաջորդը քլորոֆիլի շերտն է, մյուսը լիպիդային շերտը կարոտինոիդներով և վերջում նորից սպիտակուցների շերտը։ Արտաքին հարթ թաղանթը ունի ընտրողական թափանցելիություն և կարգավորում է քլորոպլաստի և ցիտոպլազմայի միջև նյութերի փոխանակությունը։ Կենդանի քլորոպլաստը պարունակում է ՌՆԹ և ԴՆԹ, երբեմն կուտակում են օսլայի հատիկներ, սպիտակուցային բյուրեղիկներ։ Քլորոպլաստում պարունակվում են մանր ռիբոսոմներ, որոնք կարող են կազմել բջջի ռիբոսոմների 30%-ը ըստ զանգվածի։ ԴՆԹ-ի և ռիբոսոմների առկայությունը հուշում է քլորոպլաստում սեփական սպիտակուց սինթեզող համակարգի առկայության մասին։ Ապացուցված է, որ ֆոտոսինթեզի լուսային ռեակցիաներն իրագործող ֆերմենտները սինթեզվում են քլորոպլաստի ռիբոսոմներում, իսկ ստրոմայի սպիտակուցները և լիպիդներն ունեն արտապլաստիդային ծագում։ Քլորոպլաստիդների հիմնական գործառույթը ֆոտոսինթեզ է։ Արեգակնային ճառագայթման հաշվին օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։ Պետք է հաշվի առնել, որ բերվածը միայն գումարային ռեակցիա է։ Իրականում ֆոտոսինթեզի գործընթացում ջուրը և ածխաթթու գազը երբեք չեն հանդիպում։ Ջուրն օգտագործվում է ֆոտոսինթեզի լուսային փուլում, տիլակոիդների մեմբրանում, իսկ ածխաթթու գազը մտնային փուլում քլորոպլաստի ստրոմայում։ Ֆոտոսինթեզը բարդ բազմաստիճան գործընթաց է, որում կենտրոնական դեր է պատկանում է քլորոֆիլին։ Քլորոֆիլի միջոցով արեգակնային ճառագայթման էներգիան փոխակերպվում է քիմիական կապերի էներգիայի։ Քլորոֆիլի մոլեկուլները ներդրված են քլորոպլաստի տիլակոիդների մեմբրաններում և շրջապատված են սպիտակուցների, լիպիդների և այլ նյութերի մոլեկուլներով։ Ֆոտոսինթեզի ռեակցիաներն ընդունված է բաժանել երկու փուլի՝ լուսային և մթնային։ Լուսային ռեակցիաներն անմիջականորեն կախված են լույսից, իսկ մթնային ռեակցիաների համար լույսը պարտադիր չէ։ Լուսային ռեակցիաները տեղի են ունենում տիլակոիդների մեմբրաներում, իսկ մթնային ռեակցիաները քլորոպլաստի ստրոմայում։ Ֆոտոսինթեզը սկսվում է քլորոպլաստը տեսանելի լույսով լուսավորելուց։ Լույսի ֆոտոնը ընկնելով քլորոֆիլի մոլեկուլի վրա գրգռում է նրան, ուստի մոլեկուլի էլեկտրոններն անցնում են բարձր մակարդակի, այսինքն միջուկից ավելի հեռու գտնվող ուղեղի ծրի վրա։ Դրա շնորհիվ հեշտանում է էլեկտրոնների անջատումը մոլեկուլներից։ Գրգռված էլեկտրոններից մեկն անցնում է փոխադրիչ մոլեկուլի վրա, որը նրան տեղափոխում է թաղանթի մյուս կողմը։ Քլորոֆիլի մոլեկուլը վերականգնում է էլեկտրոնի կորուստը, վերցնելով էլեկտրոն ջրի մոլեկուլից։ Էլեկտրոններ կորցնելու հետևանքով ջրի մոլեկուլները քայքայվում են ջրածնի պրոտոնի և թթվասնի ատոմի առաջացմամբ, այսինքն տեղի ունենում ջրի ֆոտոլիզ։ Թթվասնի ատոմներից առաջանում է մոլեկուլային թթվածին, որն անցնում է թաղանթով դիֆուզիայի եղանակով և արտազատվում մթնոլորտ։ Ջրածնի իոնները կուտակվում են նիստերում, գրաններում, քանի որ դրանք թաղանթով դիֆուզվել չեն կարող։ Հետևաբար, թաղանթի մի կողմում հավաքվում են դրական լիցքավորված պրոտոնները, իսկ մյուս կողմում բացասական լիցքավորված մասնիկները։ Արդյունքում առաջանում է պրոտոնային պոտենցիալ։ Նիստերի թաղանթներում առկա են այև սինթետազ ֆերմենտների մոլեկուլներ։ Այև սինթետազի ներսում կա անցուղի, որի միջով կարող են անցնել պրոտոնները։ Երբ պրոտոնային պոտենցիալի մեծությունը հասնում է սահմանային մակարդակի, էլեկտրական դաշտի ուժը հրում է պրոտոնների դեպի այև սինթետազի խողովակ։
Այս գործընթացում ազատված էներգիան ծախսվում է AF-ի սինթեզի համար։ AF-ն ուղղվում է քլորոպլաստի ստրոմը, որտեղ ածխաջրերի սինթեզը տեղի է ունենում։ Թաղանթի մյուս կողմում գտնվող ջրածնի իոնները հանդիպում են փոխադրիչ մոլեկուլների կողմից բերված էլեկտրոններին։ Պրոտոնները փոխարկվում են ջրածնի ատոմների։ Ատոմային ջրածին օգտագործվում է սպეციფიկ փոխադրիչ NaCl-ի վերականգնման համար։ Այսպիսով լուսային փուլում տեղի է ունենում 3 գործընթաց՝ ջրի ֆոտոլիզի հետևանքով մոլեկուլային թթվածնի առաջացում, AF-ի սինթեզ և NaCl-H2-ի առաջացումը։ Ֆոտոսինթեզի մտնային ռեակցիաներում օգտագործվում են լուսային փուլում սինթեզված AF-ի և NaCl-H2-ի էներգիաները։ Մտնային փուլի առաջին ռեակցիան ածխաթթու գազի ֆիքսումն է, ընդ որում ածխաթթու գազի ակցեպտոր է հանդիսանում 5C-շաքար-պենտոզ ռիբոլոզակրկնաֆոսֆատը։ Այս ռեակցիան կատալիզում է ֆերմենտ ռիբոլոզակրկնաֆոսֆատ կարբոքսիլազը։ Կարբոքսիլացման արդյունքում առաջանում է անկայուն ածխածին 6 միացություն, որն անմիջապես տրոհվում է ֆոսֆոգլիցերինային թթվի 2 մոլեկուլի առաջացմամբ։ Սրան հետևում է մի շարք ռեակցիաներ, որոնցում առաջանում է միջանկյալ միացությունների և ֆոսֆոգլիցերինային թթուն փոխարկվում է գլյուկոզի։ Նշված ռեակցիաներում օգտագործվում է լուսային փուլում սինթեզված AF-ի և NaCl-H2-ի էներգիաները։ Այս ռեակցիաների ամբողջությունը կոչվում է Կալվինի ցիկլ։ Այսպիսով, ֆոտոսինթեզի մտնային փուլը կազմված է մի շարք հաջորդական ռեակցիաներից, որոնց հետևանքով ածխածնի օքսիդից և ջրից առաջանում են ածխաջրեր։ Մտնային ռեակցիաների համար անընդհատ ելանյութ է և էներգիայի թափանցում քլորոպլաստի մեջ։ Ածխաթթու գազը թափանցում է շրջապատի մթնոլորտից, ջրածինը և AF-ը առաջանում են ֆոտոսինթեզի լուսային փուլում։ Նշենք նաև, որ ջրածնի սկզբնաղբյուր է հանդիսանում ջուրը, որը լուսային փուլում ենթարկվում է ֆոտոլիզի իոնների առաջացմամբ։ Հաջորդիվ առաջանում է ատոմային ջրածինը, որը մասնակցում է NaCl-ի վերականգմանը և միայն NaCl-H2-ն է անցնում ֆոտոսինթեզի մտնային փուլ, հանդիսանալով ջրածնի անմիջական աղբյուրը։ Ֆոտոսինթեզի արդյունքում սինթեզված գլյուկոզը կարող է ենթարկվել փոխարկումների, առաջացնելով այլ օրգանական միացություններ։ Էվոլյուցիոն առումով պլաստիդների առաջնային տիպին են հանդիսանում քլորոպլաստները, որոնցից բույսի օրգանների առաջացմանը զուգընթաց առաջացել են քրոմոպլաստիդները և լեյկոպլաստիդները։ Օնտոգենեզի գործընթացում պլաստիդների համարյա բոլոր տեսակները կարող են փոխարկվել մեկը մյուսի համաձայն ստորև բերված սխեմայի։ Պլաստիդների զարգացման այս գործընթացը մոնոտրոպ է, այսինքն մեկ ուղղությամբ ընթացող հերթափոխում է, ապացուցված է պլաստիդների օնտոգենետիկ վերափոխումների անդառնալի բնույթը։ Բարձրակարգ բույսերի քլորոպլաստների առաջացումը և զարգացումը տեղի է ունենում նախապլաստիդների փոփոխման եղանակով։ Նախապլաստիդները մանր 0,4-ից 1 միկրոմետր չափերի երկմեմբրանային բշտեր են։ Նրանք ունեն ավելի խիտ պարունակություն։ Ներքին մեմբրանը կարող է առաջացնել ոչ մեծ ծալքեր կամ մանր վակուոլներ։ Առավել հաճախ նախապլաստիդները հանդիպում են բույսերի մերիստեմներում։ Ըստ երևույթի նրանց քանակի ավելացումը տեղի է ունենում բաժանման եղանակով կամ բողբողջմամբ, նախապլաստիդի մարմնից մանր երկմեմբրանային բշտերի անջատմամբ։ Նախապլաստիդի ճակատագիրը կախված է բույսի զարգացման պայմաններից։ Բնական լուսավորության պայմաններում նախապլաստիդները փոխակերպվում են քլորոպլաստների։ Սկզբում տեղի է ունենում մեմբրանային ծալքերի առաջացում։ Դրանց մի մասը անցնում է պլաստիդի ողջ երկայնքով, ձևավորելով ստրոմայի լամելները, մյուսներն առաջացնում են տիլակոիդներ, որոնք դասավորվում են սյունյակների ձևով։ Մթության պայմաններում ծիլերի բջիջներում սկզբում տեղի է ունենում էթիոպլաստների ծավալի մեծացում, սակայն ներքին մեմբրանները չեն առաջացնում լամելներ, փոխարենն առաջանում են բազմաթիվ մանր բշտիկներ, որոնք կուտակվում են առանձին գոտիներում։ Էթիոպլաստների մեմբրաներում պարունակվում է դեղին գույնի նախաքլորոֆիլը։ Լույսի ներգործությամբ էթիոպլաստներից առաջանում են քլորոպլաստներ, նախաքլորոֆիլը փոխարկվում է քլորոֆիլի, սինթեզվում են նոր մեմբրաներ, ֆոտոսինթեզի ֆերմենտներ և էլեկտրոնների փոխադրման շղթայի տարրերը։ Սրա հետ մեկտեղ մեմբրանային բշտերը և խողովակներն արագ ապակազմավորվում են։ Նրանցից զարգանում է քլորոպլաստին բնորոշ լամելների և տիլակոիդների ամբողջական համակարգը։ Բնական պայմաններում առավել հաճախ է հանդիպում լեյկոպլաստների վերափոխումը քլորոպլաստների և քլորոպլաստների փոխակերպումը քրոմոպլաստների։ Լեյկոպլաստների վերափոխումը քլորոպլաստներին դիտվում է օրինակ բողբոջներում սաղմնային տերևների զարգացման կամ զիգոտի սաղմի զարգացման ժամանակ։ Այդ գործընթացը կատարվում է վերը նկարագրված եղանակով։ Որոշ գիտնականներ համարում են աճող բողբոջից սաղմներին բաժանվող բջիջների պլաստիդները նախապլաստիդներ, մյուսները նրանց համարում են մանր չափերի տիպիկ լեյկոպլաստներ։ Փաստ է, որ բաժանվող բջիջներն արդեն պարունակում են թույլ զարգացած գրաններով պլաստիդներ և տիպիկ քլորոպլաստների առաջացումը տեղի է ունենում լուսավորության պայմաններում պլաստիդի ներքին մեմբրանային համակարգի աստիճանական զարգացման միջոցով։ Քլորոպլաստներից քրոմոպլաստների առաջացման լավ օրինակ է պլաստիդների վերափոխումը տերևների դեղնելու ժամանակ կամ որոշ բույսերի պտուղների
տերևների հասունացման ընթացքում։ Տերևների դեղնելու գործընթացը կայանում է պլաստիդների չափերի նվազման, գրպանների և ստրոմայի տիլակոիդների քայքայման և պլաստոգլոբուլներում, որոնց քանակը և չափերը մեծանում են նյութերի կուտակման մեջ։ Ի վերջո, քլորոֆիլը ամբողջովին քայքայվելով այլևս չի քողարկում կարոտինոիդների գույնը և տերևները դեղնում են։ Պլաստիդներում գերիշխող են դառնում պլաստոգլոբուլները։ Արհեստական պայմաններում մշակելով դեղին տերևը հորմոններով կարելի է ստիպել, որ այն նորից կանանչի, սակայն բնական պայմաններում քրոմոպլաստների վերափոխումը քլորոպլաստների տեղի չի ունենում, ուստի քրոմոպլաստները համարվում են պլաստիդների զարգացման վերջին ծերացման փուլը։ Երբեմն լեյկոպլաստները ևս կարող են փոխակերպվել քրոմոպլաստների, օրինակ արտազատող բջիջների ծերացման ընթացքում կամ գազարի արմատապտուղներում։ Երբ քլորոպլաստները փոխարկվում են լեյկոպլաստների, օրինակ բույսի վնասվելու կամ մթության մեջ տեղափոխելու դեպքում, պլաստիդի ներքին մեմբրանային համակարգը նշանակալի չափով քայքայվում է, քլորոֆիլը անհետանում է, բայց պլաստոգլոբուլների կուտակում չի դիտվում։ Այս գործընթացը դառնալի է և տեղի գտնում օրինակ բույսը լուսավորության պայմաններ տեղափոխելու դեպքում։ Պլաստիդներն առաջանում են եղես պլաստիդների բաժանման եղանակով, առավել հաճախ բաժանվում են նախապլաստիդները, էթիոպլաստները և երիտասարդ քլորոպլաստները։ Մերիստեմատիկ կիսվածքների պլաստիդների բաժանումը կապված է բջջի բաժանման փուլի հետ, այդ իսկ պատճառով մայրական և դուստր բջիջներում պլաստիդների քանակը մոտավորապես նույնն է։ Պլաստիդների բաժանման մեխանիզմը նման է նախակորիզավորների բջջի բաժանմանը։ Այն սկսվում է օրգանոիդի կենտրոնական մասում սեղմվածքի առաջացումից, որը խորանալով վերածվում է աճող միջնորմի, ի վերջո հանգեցնելով մայրական պլաստիդի բաժանմանը երկու դուստր պլաստիդների։ Ծաղկավոր բույսերի մեծամասնության պլաստիդների ժառանգումը տեղի է ունենում մայրական գծով, քանի որ սպերմիումներում պլաստիդները կամ պարզապես չեն հայտնվում, կամ արական գամետոֆիտի զարգացման, երբեմն կրկնակի բեղմնավորման ընթացքում քայքայվում են։ Հայտնի է նաև բույսերի պլաստիդների ժառանգումը երկու ծնողներից։ Որոշ մերկասերմերին, օրինակ գինկոյին և սագոյինուն, բնորոշ է պլաստիդների ժառանգումը հայրական գծով։ Որոշ ջրիմուռների, սպիրագորայի և քլամիդոմինանտի մոտ վեգետատիվ և անսեռ բազմացման գործընթացում նկարագրվել է քրոմատոֆորի բաժանումը, դուստր պլաստիդների և վերջինների աճը։ Բեղմնավորման ժամանակ գամետների միաձուլումից հետո սկզբում միանում են կորիզները, հետո այդ գամետների քլորոպլաստները միանում են բարակ կապաններով, իսկ հետագայում ամբողջությամբ։ Նշենք սակայն, որ շատ ջրիմուռների, ինչպես և ծածկասերմերի պլաստիդների փոխանցումը հաջորդ սերնդին կատարվում է միայն մեկ գամետի միջոցով։ Կանաչ ջրիմուռ էնդոգենումիկ զիգոտը ստանում է քլորոպլաստը ձվաբջիջից, քանի որ սպերմատոզոիդի քլորոպլաստը խիստ ապաճած է, իսկ դեղնականաչ ջրիմուռ վոշերիայի սպերմատոզոիդներն ընդհանրապես զուրկ են քլորոպլաստներից։ Քլորոպլաստների հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք ունեն իրենց սեփական գենետիկական համակարգը, որն ապահովում է պլաստիդի ներսում մի շարք սպիտակուցների սինթեզը։ Քլորոպլաստների մատրիքսում հայտնաբերվել է ԴՆԹ տարբեր ՌՆԹ-ներ և ռիբոսոմներ։ Այս առումով ակնհայտ է նրանց նմանությունը միտոքոնդրիումներին։ Քլորոպլաստների ԴՆԹ-ն խիստ տարբերվում է կորիզի ԴՆԹ-ից և ներկայացված է 40-ից 60 միկրոմետր երկարությամբ ցիկլիկ մոլեկուլներով։ Մեկ քլորոպլաստում կարող են պարունակվել ԴՆԹ-ի բազմաթիվ պատճեններ։ Օրինակ, եգիպտացորենի քլորոպլաստում առկա են ԴՆԹ-ի մոլեկուլների 20-ից 40 պատճեններ։ Կանաչ ջրիմուռների օրինակով ցույց է տրվել, որ կորիզային և պլաստիդային ԴՆԹ-ի ռեպլիկացիայի արագությունը և ցիկլի տևողությունը տարբեր են։ Քլորոպլաստների ԴՆԹ-ն կապված չէ հիստոնների հետ։ Այս բնութագրերով քլորոպլաստի ԴՆԹ-ն մոտ է նախակորիզավորների ժառանգական նյութին։ Նմանությունը հաստատվում է նաև այն փաստով, որ բակտերիաների և քլորոպլաստների տրանսկրիպցիայի հիմնական կարգավորիչ հերթականությունները, պրոմոտորները, ՌՆԹ պոլիմերազի կողմից ճանաչվող ԴՆԹ-ի նուկլեոտիդային հերթականությունը, որը ծառայում է որպես մեկնարկային հարթակ տրանսկրիպցիայի սկսվելու համար, տերմինաტორները, ՌՆԹ պոլիմերազի կողմից ճանաչվող ԴՆԹ-ի նուկլեոտիդային հերթականությունը, որն ազդակ է ՌՆԹ-ի մոլեկուլի սինթեզի դադարելու և տրանսկրիպցիոն կոմպլեքսի դիսոսման համար, համընկնում են։ Քլորոպլաստների ԴՆԹ-ի վրա սինթեզվում են ՌՆԹ-ի բոլոր տեսակները։ Քլորոպլաստների ԴՆԹ-ն կոդավորում է ռիբոսոմային ՌՆԹ, որը մտնում է պլաստիդի ռիբոսոմների կազմության մեջ։ Այդ ռիբոսոմները 70 սեգմենտացիայի տիպի են, սրանով իսկ հիշեցնելով նախակորիզավորների ռիբոսոմները։ Քլորոպլաստների ռիբոսոմները զգայուն են քլորաֆենիկոլ հակաբիոտիկի հանդեպ, որը ճնշում է նաև պրոկարիոտ բջիջների սպիտակուցի սինթեզը։ Ինչպես և միտոքոնդրիումների դեպքում, այս փաստերը հանգեցնում են քլորոպլաստների սիմբիոտիկ ծագման գաղափարներին։
Ըստ գիտնականներ Ֆոմինիցինի և Մերեժկովսկու վաղ դարաշրջաններում նախակորիզավոր կապտականոց ջրիմուռները միավորվել են հետեոտրոֆ բջիջների հետ, ինչի արդյունքում առաջացել են առաջին պարզունակ ավտոտրոֆ օրգանիզմները։ Այս տեսության օգտին է խոսում քլորոպլաստների և կապտականոց ջրիմուռների կառուցվածքի, ֆունկցիոնալ առանձնահատկությունների և առաջին հերթին ֆոտոսինթետիկ գործընթացների մեծ նմանությունը։ Հայտնի են կապտականոց ջրիմուռների և միաբջիջների իրական էնդոսիմբիոզի բազմաթիվ փաստեր։ Այս դեպքում նախակորիզավոր ջրիմուռը մատակարարում է ֆոտոսինթեզի արդյունքում սինթեզված նյութերը տեր բջջին։ Պարզվել է նաև, որ անջատված քլորոպլաստները ևս կարող են ընտրվել և օգտագործվել որպես էնդոսիմբիոտներ որոշ բջիջների կողմից։ Ջրիմուռներով սնվող որոշ փափկամարմինների մարսողական գեղձերում հայտնաբերվել են ինտակտ քլորոպլաստներ, գործող ֆոտոսինթետիկ համակարգերով, որոնց ակտիվությունը հետևել է ներմուծված ածխածնի միջոցով։ Փորձեր են արվել քլորոպլաստներն արհեստական միջավայրերում կուլտիվացնելու ուղղությամբ։ Այդ փորձերում քլորոպլաստները երկար ժամանակ, մոտ 100 ժամ, ինտակտ են, նրանք իրականացնում էին ֆոտոսինթեզ։ Նրանցում սինթեզվում էր ՌՆԹ, 24 ժամվա ընթացքում նրանք ունակ էին բաժանվելու, սակայն շուտով դիտվում էր օրգանոիդի ակտիվության անկում, և քլորոպլաստները մահանում էին։ Կարելի է եզրակացնել, որ քլորոպլաստների ավտոնոմությունը դեռ բավարար չէ նրանց երկարատև բնականոն գոյության համար, առավել ևս վերարտադրության համար։ Ներկայումս բարձրակարգ բույսերի քլորոպլաստների ԴՆԹ-ի ցիկլիկ մոլեկուլի նուկլեոտիդային ողջ հերթականությունը բացահայտված է։ Հետաքրքրական է, որ նյութերի նույնանման հավաքակազմ է հայտնաբերվել ազգակցորեն իրարից շատ հեռու ծխախոտի և լյարդամամուռի մոտ։ Չնայած սպիտակուցների մի մասը սինթեզվում է հենց քլորոպլաստում, այնուամենայնիվ քլորոպլաստին բնորոշ օրգանական միացությունների հիմնական զանգվածի սինթեզը գտնվում է կորիզային գենոմի վերահսկողության ներքո։ Բջջի կորիզը կարգավորում են քլորոֆիլի, կարոտինոիդների, լիպիդների, օսլայի սինթեզի առանձին փուլերը, ֆոտոսինթեզի բազմաթիվ կարևորագույն ֆերմենտների սինթեզը ևս։ Քլորոպլաստի ռիբոսոմային սպիտակուցների մեծ մասը կոդավորված է կորիզում և սինթեզվում է ցիտոպլազմայում, հետո միայն փոխադրվելով քլորոպլաստի մեջ։ Այսպիսով, ինչպես և միտոկոնդրիումների դեպքում, քլորոպլաստների ավտոնոմությունը սահմանափակ է։ Սա բացատրվում է նրանով, որ բջջի որպես կենդանի համակարգի աստիճանական զարգացման ընթացքում միտոկոնդրիումների և պլաստիդների գենոմի մի մասը կարող էր տեղափոխվել կորիզի մեջ։ Նախակորիզավորների գեների մեծամասնության տեղափոխությունը կորիզի մեջ հանգեցրել է նրան, որ դիտարկվող օրգանոիդները, պահպանելով նախկին ավտոնոմության մի մասը, հայտնվել են բջջի կորիզի վերահսկողության ներքո։